Սոսի հեռուստատեսության եթերում լուրեր լրատվական ծրագիրն է, բարև ձեզ։ 2011 թվականին հանրապետության պետբյուջեից 200 միլիոն դրամ է հատկացվել ագարակի բարեկարգման, մշակույթի տան և քաղաքապետարանի շենքի հիմնանորոգման համար։ Անցած շաբաթ օրը Սյունիքի մարզպետը այցելել էր ագարակ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ 2011 թվականին պետական բյուջեից մարզին հատկացվել է 1 միլիարդ 450 հազար դրամ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Առաջին հերթին ուշադրություն է դարձվել բարեկարգման ու հիմնանորոգման խնդիրներին։ Ագարակում մասնավորապես կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ, դրան զուգահեռ կառուցվել են ջրահեռացման համակարգեր։ Անցած շաբաթ օրը Սյունիքի մարզպետը այցելեց ագարակ, ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Հիմնանորոգվել են նաև ագարակի մշակույթի տունը, քաղաքապետարանի շենքը։ Ագարակի համար պետբյուջեից այս տարի 200 միլիոն գումար է տրամադրվել, դրան զուգահեռ նաև սոցներդրումներ, հումանիտար ծրագրեր, բայց կոնկրետ պետբյուջեից 200 միլիոն գումար է տրամադրվել։ Եվ շարունակություն կունենա։ Շարունակություն անպայման կունենա։ Անպայման այս տարի դե փակում է, եկող տարի անպայման այդ շարունակությունը կլինի։ Այսինքն մարզի բոլոր տարածքներում աշխատանքները շարունակական են լինելու։ Մարզպետը զրույցի բռնվեց քաղաքի հրապարակում հավաքված ագարակցիների հետ։ Մարդիկ գոհունակություն հայտնեցին կատարված աշխատանքների համար, միաժամանակ բարձրացրին ցավոտ խնդիրներ, հանդես եկան առաջարկություններով։ Մասնավորապես նշվեց, որ ագարակի բերքի 40%-ը փչանում է։ Անհրաժեշտ է բացել թունաքիմիկատների խանութ, ինչը իր հերթին կնպաստի բարձր բերք ստանալուն։ Ավելանում է անմշակ հողերի թիվը։ Չանտեսվեց նաև խորհրդային տարիներից բանկերում մնացած ավանների բաշխման հարցը։ Մարզպետը խոստացավ տեսադաշտում պահել բարձրացված հարցերը, միաժամանակ նշելով, որ ամենակարևորը իշխանության, տվյալ դեպքում ագարակի քաղաքապետի հետ միասնական լինելն է։ Դա տարաբնույթ հարցերի լուծման անհրաժեշտ նախապայմաններից մեկն է։ Մարզպետը այցելեց նաև Հանրապետական կուսակցության ագարակի տարածքային կազմակերպության գրասենյակ, առիթ է կուսակցության համալրումներ։ Մարզպետը 70 նոր անդամների կուսակցական տոմսեր հանձնեց և կոչ արեց բոլորին միասին լուծել կուսակցության առջև դրված խնդիրները։ Այսօր Կապանի համար 11 դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում։ Ռաֆայել Մինասյանի անունը կրող կրթօջախը տոնում է հիմնադրման 100-ամյակը։ Անցած տարիների ընթացքում դպրոցը ունեցել է թե ձեռքբերումներ, թե բացթողումներ։ Ամենակարևորը հիմնանորոգվել է կրթօջախի շենքը, թարմացվել է գույքը, այժմ էլ հերթի է դրվել մարզադահլիճ ունենալու խնդիրը։ Այս երկուշաբթին Կապանի համար 11 դպրոցի աշակերտական ու ուսուցչական անձնակազմի համար սովորականից տարբերվեց։ Առօրյա աշխատանքային օրվա փոխարեն դպրոցում հաճելի իրարանցում ու խառնաշփոթ էր, որն ուներ իր բացատրությունը։ Ռաֆայել Մինասյանի անունը կրող կրթօջախը տոնում էր 100-ամյա հոբելյանը։ Ամենուր տոնական տրամադրություն էր, կրթօջախն էր ստացել էր իր տոնական հանդերձանքը։ 100-ամյա դպրոցը այսօր իր հարկի տակ էր հյուրընկալել տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներին։ Հյուրերը նախարգանքի տուրք մատուցեցին մեծ հայրենականում եւ Արցախյան պատերազմում զոհվածներին, ծաղիկներ դնելով նրանց հիշատակին կանգնեցված հուշարձանին։ Դպրոցի 100-ամյակը աշխուժություն էր առաջացրել Կավարտում։ Բոլորը շտապում էին տոնական հանդիսության մասնակիցը լինել։ Տնօրեն Նելի Կոստանդյանը պատմական ակնարկ կատարեց ներկայացնելով դպրոցի ստեղծման պատմությունը։ Հիշվեցին ու մեկ առ մեկ թվարկվեցին այն բոլոր մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցի կայացման գործում։ Կավարտ նորմալական դպրոցը նահատակվել է 1950 թվականին։ Դպրոցի շենքը կառուցել են Կավարտ Ղարխար կրթանքերը շահագործող ֆրանսիացիները, գյուղի հողատարածությունը շահագործելու եւ նրա տարածքով Ղափան գոլի տեղափոխակից անցկացնելու դիմաց որպես փոխհատուցում։ Դպրոցում երկար տարի դասատու է աշխատել Մետրո Գերոբյանը, Մետրո Վարդապետը, որին այսօր հիշում է որպես բարի մարդու։ Ըստ արխիվային նյութերի 1972 թվականին գործել է սեփական դպրոց, 1 ուսուցիչ 20 աշակերտ։ Ճիշտ է, այսօր նշվում է կրթօջախի վերաբացման 100-ամյակը, սակայն Կավարտի դպրոցը 161 տարվա պատմություն ունի։ 1991-ից 1992 թվականներին դպրոցը ղեկավարել է Լևոն Մարգարյանը, 63 աշակերտ էր այս տարիներին սովորում այստեղ։ 1990 դպրոցը բացվել է Լյուբիկ Հարությունյանի Ժոքեր բարևորով, շնորհակալություն պարոն Հարությունյան, բավարարված էին դռները, 9-ամյա հաջորդ տարի դարձավ պատմության մեջ, կյանքում դպրոցի պատմության մեջ առաջին անգամ միջնակարգի կարգավիճակով, 2001 թվականին
դպրոցի կառավարության որոշման օպտիմալացման շրջան դպրոցը դարձվեց հիմնական, անձամբ գնացել եմ վարչապետ Անդրանիկ Մարկարյանի մոտ եւ փոխել որոշումը միջնակարգի կարգով։ Չեմ ուզում նվալ ինչպես ենք եկել, ինչպես ենք բացել դռները, ովքեր ենք եղել, բայց մեր այս 20-ամյա պատմության դպրոցը բացվել է 91 թվականի, վերաբացվել է սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 1-ը կիրակեր։ Շնորհավորանքի ու բարեմաղթանքի բոլոր խոսքերը այսօր ուղղված էին 100-ամյա դպրոցին ու նրա անձնակազմին։ Այստեղ աշխատած ամեն սերունդ թողել է իր հետքը։ Վերջին տարիներին կստօջախի համար բեղմնավոր է համարվում։ Պետբյուջեի միջոցներով շենքը նորոգվել է, նորացվել է աշակերտական գույքը, դպրոցը տեխնիկապես վերազինվել է, սակայն անելիքներ դեռ կան։ Ես ուզում եմ խորին հարգանքով հիշենք բոլոր այն ուսուցիչներին և տնօրեններին, որոնք այսօր ցավոք սրտի չկան, և ուզում եմ ասենք հազար փառք այն ուսուցիչներին ու տնօրենությանը, որոնք այսօր կան, գործում են և փորձում են կրթության բնագավառում մի բան դերս արևացնել։ Երևի թե սիրելի բարեկամներ, սիրելի կոլեկտիվ, սիրելի տնօրեն, մեզանից մենք բոլորս միասին մեր վերաբերմունքը կլինի այն դպրոցի նկատմամբ, որ մենք կարողանանք այլ ավելի որակյալ կրթություն ապահովել։ Դպրոցի վերաբացման ու աշնան տոները համընկան, յուրաքանչյուր դասարան փոքրիկ սեղան էր գցել, աշնանը գյուղի բարիքներով լի հյուրասիրում էին, տոնը տոն չէր լինի առանց ղափամայի ու տոնական գաթայի։ Մենք այս աշխատանքը կատարել ենք աշակերտների հետ միասին, բերել ենք բարիքները տներից, միասին աշխատել ենք, չարչարվել ենք ու այսպիսի գեղեցիկ մենք սեղան ենք ստացել։ Պատրաստել ենք կապնամա, գաթա, հյուրասիրության համար, ձևավորել ենք մրգերով, այսպես համատեղ ուժերով, եւ ծնողները, եւ աշակերտները, եւ ուսուցիչները։ Այսօր դպրոցը ունի 48 աշակերտ, նրանց մի մասը քաղաքից է գալիս։ 1200 պատմություն ունեցող գավաթը դեռ ճանապարհ ունի անցնելու, դպրոցի դերը այս գործում անգնահատելի է։ Անցած ուրբաթ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում նշում էին երեխաների դեմ բռնությունների կանխարգելման միջազգային օրը։ Միջոցառմանը մասնակցում էին երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և ոստիկաններ։ Նոյեմբերի 19-ը երեխաների դեմ բռնությունների կանխարգելման միջազգային օրն է, անցած ուրբաթ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում օրվան նվիրված փոքրիկ միջոցառում էին կազմակերպել։ Երեխաները բեմականացումներով հանդես եկան իրենց իրավունքները ներկայացրին, պահանջեցին մեծերից միայն լավ օրինակ ցույց տալ։ Երեխան ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք։ Բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այդ դեպքերի և դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն, ելնելով երեխայի շահերից։ Պետությունը և նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերականգնմանը։ Любить нас, чтобы мы умели любить. Мы учимся у вас. Լավ կլիներ, որ ընդհանրապես նման օր չնշվեր ու երեխաները բռնության մասին երբևէ չխոսեին, ասաց Կապանի քաղաքապետի խորհրդական Կարինե Հովսեփյանը։ Ցավոք թեման կա եւ աշխարհի բոլոր անկյուններում բռնություն միշտ եղել է կա երեխաների նկատմամբ եւ պայքարի ձևերից երևի առաջինը նա է, որ բոլորս միասին առաջին հերթին մեծերը աշխանությունները, պետությունները, բոլորը միասին մեկ բռնություն դարձած պայքարեն բռնության դեմ։ Սյունիքի Մասպետարանի ընտանիքի կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը համոզված է, որ բռնությունների դեմ պայքարելու համար երեխաները նախ պետք է լավ իմանան իրենց իրավունքներն ու հենց դա էլ ամենամեծ զենքը կարող է լինել։ Այսօր բոլորը տեսնում են, որ հետերկապական տեխնոլոգիաները այսօր անընդհատ ներկայացնում են դեպքեր, որտեղ երեխաների բռնություններն է եւ մեր շրջապատում դեռևս երևույթը որպես այսպիսին չի վերացել։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ոստիկաններ, ծնողներ, երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ։ Ֆուտբոլասերների համար տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղերը։
Բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիրը Կապանի Գանձասարը սեփական հարկի տակ ուժերը չափեց Դիլիջանի Իմպուլսի հետ եւ պարտություն կրեց 0-1 հաշվով։ Կար պայքար, կար զգուշավորություն, բայց հարվածներ դարպասին մատների վրա կարելի էր հաշվել։ Թերևս գավաթային խաղն էր նաեւ իր կնիքը դրել հանդիպման վրա։ Այնուամենայնիվ հյուրերի հազվադեպ գրողներից մեկը առաջին խաղակեսում ավարտվեց դարպասի գրավումով։ Հյուրերից գոլի հեղինակ դարձավ Արթուր Բարսեղյանը։ Երկրորդ խաղակեսում էլ հանդիպումն անցավ հավասար պայքարում։ Թվում էր Գանձասարը ամեն ինչ անելու է պարտությունից խուսափելու համար, բայց թիմի երկրպագուները այդպես էլ գոլ չտեսան։ Լավ պայքար կար, իրոք երկու թիմերն էլ լավ աշխատեցին, փորձում էին երկու թիմերն էլ կոմբինացիոն ֆուտբոլ խաղային։ Մենք մեր գոլային պահը կարողացանք օգտագործել։ Գանձասարի գլխավոր մարզիչն էլ համամիտ էր, որ խաղն անցավ հավասար պայքարում։ Միևնույն ժամանակ Իմպուլսի հաղթանակը նա ավելի տրամաբանական համարեց։ Ինչի համար հիմա կասեմ, որտեվ իրանք ավելի մոտիվացված էին։ Մեզ համար մի քիչ ասենց էական նշանակություն չուներ այս խաղը ու նախ երկու լեգիոներ գնացել էին, երկրորդը 4-5 լեգիոներ երկու օր առաջ են ներգրավել մարզումներին։ Այսինքն սա էլ մեր համար խնդիր է, ասեմ մենք ֆունկցիոնալ ու ֆիզիկապես այդքան պատրաստ չէինք այս խաղին։ Հետո բացի դա էլ ես որոշեցի, որ մի 2-3 նոր խաղացող նայենք խաղի ընթացքում, որովհետև մենք ժամանակ էլ չունենք, պետք է կողմնորոշվենք ու կոնկրետանանք հետագա աշխատանքների համար։ Ինչպես հայտնի է, գավաթային խաղերի հաղթողը որոշվում է երկու հանդիպումների արդյունքով։ Աբրահամ Խաշմանյանի հավաստմամբ իրենք պատասխան խաղին ավելի պատրաստ կլինեն եւ ֆիզիկական եւ ֆունկցիոնալ առումներով ու կխաղան հաղթանակի համար։ Իսկ պատասխան խաղը տեղի կունենա նոյեմբերի 23-ին։ Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը։ Նյու Յորքում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է մի տղամարդ։ Թողարկման միջազգային լուրերը։ Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը, ձեռք բերելով վարչապետի աթոռը, ինչպես եւ սպասվում էր, կզբաղեցնի Մարիանո Ռախոյը։ Նա մտադիր է երկիրը դուրս բերել ճգնաժամից եւ խոստացել է ընտրողներին, որ իր առաջին քայլը կառավարության ղեկավարի պաշտոնում կլինի կայուն տնտեսության մասին օրենքի հաստատումը։ Բացի դրանից, մինչև գալիք տարվա ամառը Ռախոյը մտադիր է անցկացնել աշխատանքային օրենսգրքի բարեփոխում եւ ֆինանսական համակարգի վերակառուցում։ Նոր կառավարությունը ձեռք է բերել բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, ինչը հնարավորություն է տալիս վարելու ինքնուրույն քաղաքականություն առանց դիմելու մյուս ուժերի դաշինքին։ Իր նախընտրական ելույթներում Ռախոյը բազմիցս է մեղադրել սոցիալիստներին տնտեսության մեջ անկումը եւ 21.5%-ի հասած գործազրկության աճը կանգնեցնելու անընդունակության մեջ։ Ապագա վարչապետի առաջնահերթ քայլը կլինի պետական ծախսերի կրճատումը։ Նյու Յորքում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է մի տղամարդ։ Առաջին տեղեկատվությունը այդ մասին տպագրվել է New York Times թերթում։ Հեղում անելով իրավապահ մարմիններում գտնվող անանուն աղբյուրին, թերթը հաղորդել է, որ ահաբեկիչի գլխավոր թիրախը պետք է դառնային ոստիկանները, ինչպես նաև Աֆղանստանում ու Իրաքում ծառայած զինվորները։ Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը մամուլի ասուլիսում հաստատել է այդ տեղեկատվությունը։ Լրագրողներին ներկայացվել է ինքնաշեն ռոմբի մոդելը եւ կոնկրետ օրինակով ցուցադրվել է դրա հզորությունը։ Մամուլի ասուլիսում քաղաքագլուխը նաև ճշտել է, որ ահաբեկչությունը ծրագրվել էր քաղաքի սահմաններից դուրս։ Ոստիկանության տվյալներով հանցագործը միայնակ էր գործում, նրան հետևում էին 2009 թվականի մայիսից։ Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է։ Մեր բոլոր գործընկերներին մաղթում ենք քաջառողջություն եւ ստեղծագործական հաջողություններ։ Լուրեր լրատվական ծրագիրներ եթերում դուք կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։